Եղբայրներ, քույրեր, բոլորս միասին ասենք փառք Տիրոջը։ Օրհնյալ է մեր Տիրոջ հարությունը։ Ես ուզում եմ խոսել Տիրոջ հարության վրայով, որ նա է հարությունն ու կյանքը, եղբայրներ, քույրեր։ Այսօր ուրախության օր է մեր բոլորի համար։ Քրիստոնյա աշխարհի մեջ այս բարի լուրի ավետիսն են մեկս մեկ տալիս, ողջունելով իրարու, որովհետև այո, Քրիստոսի հարությունը յուրաքանչյուրի կյանքի մեջ բերել է օրհնություն, բերել է այն կյանքի ուրախությունը, որ շատերը կոտրված, հիասթափված, թուլացած եւ այսօր էլ շատերը կարող այդպես շատ խնդիրներով, դժվարություններով, հոգսերով, կարիքներով եկել ենք Տիրոջ տուն, եղբայրներ, քույրեր, բայց Տերը ուզում է, որպեսզի ոչ թե մենք մեր ուշադրությունը, մեր ամբողջ, այդպես եմ հավատքը բևեռենք մեր խնդիրների վրա, այլ մեր հավատքը բևեռենք Աստծո խոսքի վրա։ Իանունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, որտեղ Տիրոջ խոսքը ասում է, որ ես ահա կանգնած եմ ձեր սրտի թռանն եմ թագում, որ ներս գամ։ Հիշում եք, երբ որ հրեաների վախից աշակերտները փակված էին, չէ՞, այդպես գրված է, եւ Հիսուսը ներս մտավ եւ ասեց խաղաղություն ձեզի։ Հարություն առավ եւ ներս էր մտել եւ աշակերտներին հայտնվավ։ Եվ այսօր Տերը նույնն է, եղբայրներ, քույրեր։ Ինքը կենտանի է, ինքը հարություն է առել եւ ինքը ներկա է մեր մեջ։ Թող անունը փառավորվի։ Ես պիտի այդպես օրինակներ բերեմ ավետարանների մեջ այս պատմությունները, ովքեր կարդացել են Սուրբ Գիրքը, գիտեն, ես այդպես արագ խոսամ մի 4 իրադարձության հետ, որոնք իրար հետ շատ կապված են ու իրար հետ շատ նման են։ 4 իրադարձություններ, որոնց առջև կանգնել էին մարդիկ։ Հիշում եք, երբ որ մի անձնավորություն մոտեցավ, ասեց. «Վարդապետ, աղջիկս հիվանդ է, արի, հասի»։ Այսինքն, եւ ինչ տեղի ունեցավ։ Մի քանի ժամ հետո, այդպես թե րոպեներ, չգիտեմ, եկան ասին վարդապետին մի հոգնեց դրա, աղջիկդ մեռավ։ Եվ մյուս վիճակը, որ ինչ է, մեռնելու մոտ է, չէ՞, ծառաս մեռնելու մոտ է։ Եվ 4-րդ կարգավիճակը որն էր, որ արդեն մեռել էր, ներողություն, 3-րդ կարգավիճակը մեռել էր, տանում էին, նայենք Ղուկաս ավետարանի մեջ կարդում ենք այն այրի կնոջ որդու մասին, որ արդեն մեռել էր, տանում էին ուր գերեզման, եղբայրներ, քույրեր։ Եվ 4-րդ կարգավիճակը դա գիտեք Ղազարոսն էր, որ արդեն 4 օրվա մեռած էր։ Իհարկե, տեսեք, այս խնդիրների առաջ, մավան առաջ, եղբայրներ, քույրեր, կարծես թե 4 իրադարձություններն էլ իրար հետ կապված են, որտեղ խնդիրը ինչ որ մարմնավոր հարց չէր, առողջական, նյութական կամ, չգիտեմ, ուղղակի հենց մավան հետ էր կապված, որի առջև մարդկությունը անզոր է, եղբայրներ, քույրեր, այդպես է, չէ՞։ Բոլորը, ով կուզես եղի, երբ որ մահը գալիս է, կուզես եղի իշխանավոր, չգիտեմ, ով կուզես եղի ամենաառաջինը կամ հետինը, բայց մավան առաջ բոլորը անզոր են, եղբայրներ, քույրեր, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ մեռնելու մոտ էր, չէ՞, արդեն մեռել էր, տանում են գերեզման եւ արդեն 4 օրվա մեռած է։ Եվ տեսեք, եթե այս բոլոր իրադարձությունների ժամանակ, եկեք մենք էլ նայենք, մենք էլ չէ տարբեր հոգսերի խնդիրների մեջ ենք։ Վիճակ կա, որ հələ չի ծանրացել, բայց դու տեսնում ես, որ այդ վիճակը կամաց քո վրա սկսում է ինչ անել, գլուխ բարձրացնել։ Լինում է, որ արդեն դնգնում ես այդ դժվարության մեջ։ Լինում է, որ արդեն ինչ ես, խորացել ես, այդպես արդեն հնարավոր չէ դուրս գալ այդ վիճակից։ Հա, այդպես շորքե մավան կաբերը քեզի բռնել են, չէ, 4 օրվա մեռած ես։ Այս ամենը հավատք է, եղբայրներ, քույրեր, որ մարդիկ հավատացել են, բայց մենք ինչ ենք տեսնում, որ երբ որ այս իրավիճակների մեջ, մեր բոլոր խնդիրների մեջ, եղբայրներ, քույրեր, երբ որ դու ում ես նայում, ավետարանները, 4 ավետարանները, այո, Քրիստոսի հարությունը տալիս է բոլոր խնդիրների լուծումը, պատասխանը, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Եվ ինչքան լավ է, որ այսօր ես ու դու իրոք մեր հայացքը, մեր հավատքը բևեռենք Աստծո խոսքին, Քրիստոսին։ Քրիստոսն է Աստծո խոսքը, որը կենտանի է։
այո, որը դրվավ գերեզման եւ հարություն առավ եւ կատարվավ Աստծո խոսքը, որ մահվան իշխանությունը քանդեց Հիսուսը իր մահովը։ Եվ մենք տեսնում ենք, որ բոլոր այս խնդիրների ժամանակ, որ Հիսուս ասավ՝ մի վախեցի, միայն հավատա։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, բոլոր այս խնդիրների ժամանակ, երբ որ չէ մարդիկ բոլոր հույսերը կտրած, Հիսուսը այդպես իրանց կողքին գտնվելով իրանց հավատքը Տիրոջը տվեցին, հավատքով բևեռվան Քրիստոսի վրա։ Եղբայրներ, քույրեր, եւ Հիսուսը կյանք տվեց։ Այո, կյանք տվեց մեռնելու մոտ եղողին, կյանք տվեց նա, որ արդեն մեռած էր, կյանք տվեց նրան, որ արդեն տանում էին գերեզման, եւ նաեւ կյանք տվեց, որ արդեն 4 օրվա մեռած է։ Փառք Տիրոջ, եղբայրներ, քույրեր, եւ խոսքս կուզեմ ավարտել կարդալու այո Հովանու ավետարանից այն հատվածը, որ այսօր իմ ու քո համար շատ կարևոր է, որպեսզի իրոք ես ու դու չկասկածենք Աստծո խոսքի վրա, որ Տերը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան, եւ Տերը եկել է այո մահվան իշխանությունից ինձ ու քեզ ազատագրել է, եղբայրներ, քույրեր, մեղքի իշխանությունից, մահվան իշխանությունից ինքը դատապարտել է մեղքը, եղբայրներ, քույրեր, եւ իր հարությունով ինձ ու քեզ կյանք է ապարգևել, որ ես ու դու էլ այդ կյանքի հարության մեջ ապրենք։ Եվ երբ որ Հիսուսը եկավ Մարիամի ու Մարտայի տունը, գիտեք Ղազարոսի պատմության մեջ, Ղազարոսը արդեն մահացել էր, Հիսուսին լուր էին ուղարկել, բայց Հիսուսը այդպես մի քիչ ուշացումով եկավ, հա, մեր պատկերացումներով, չէ, մենք էլ շատ անգամ գիտենք, թե Տերը ուշացավ, կամ Տերը մեր վրա ուշադրություն չի դարձնե, եղբայրներ, քույրեր, ուր է Աստված, Մարիամն էլ, չէ, Տեր, եթե դու հոսը լայր, հետաքրքիր է, չէ, Մարիամ ասում է, եթե դու հոսը լայր, մեր եղբայրը չէր մահանա, Հիսուս ջան, Տեր ջան, չէ, որտեղ միգուցե լսել էին, որ մեռնելու մոտ եղողին Տերը կյանք էր տվել, այդպես արդեն մեռել էր, բայց կյանք էր տվել, բայց արդեն 4 օրվա մեռած է, Մարիամի հավատքը, Մարտայի հավատքը, եղբայրներ, քույրեր, բայց Հիսուսը ասավ, քու եղբայրդ հարություն պիտի առնե։ Եղբայրներ, քույրեր, հարության խորհուրդը դա կյանքի հայտնությունն է իմ ու քո կյանքի մեջ։ Քրիստոսի ներկայությունն է, Աստծո խոսքի թակավորությունն է։ Հարության խորհուրդը սա է։ Եթե այսօր ես ու դու մենք իրար կողջունենք, որ Քրիստոս հայրավ ի մեռելոց, բայց այդ թակավորությունը չէ իմ կյանքի մեջ։ Այդ խոսքերը ուղղակի զուտ խոսքեր են իմ ու քո շուրթերի վրա։ Եվ այստեղ տեսեք, եւ Հիսուս ավանոր քու եղբայրդ հարություն պիտի առնե։ Եվ Մարտա ավանոր գիտեմ թե հարության ժամանակը վերջին օրը հարություն պիտի առնե։ Եվ Հիսուս ավանոր ես եմ հարությունն ու կյանքը, նա որ ինձի կհավատա, թեև մեռնի պիտի ապրի, եւ նա որ կենտանի է ու ինձի կհավատա, հավիտյան պիտի չմեռնի, դու կհավատաս ասոր։ Դու կհավատաս ասոր։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր։ Սա մեծ ավետից է ամբողջ աշխարհում եւ եզակի եւ բացառիկ դեպք, նմանը չի եղել եւ չի էլ լինում։ Եղբայրը հիշեցրեց, երբ որ Հիսուս հարություն էր առել, ասեց, եկավ կանգնեց աշակերտների մոտ եւ ասեց խաղաղություն ձեզի։ Իմ խաղաղությունը կուտամ ձեզի։ Ինչի նկատի ուներ Աստված։ Ինչ էր խաղաղությունը։ Միթե պատերազմի բացակայությունն է խաղաղությունը։ Այդ պարագայում ոչ։ Հիսուսը ասեց, պետք է նեղություններ լինեն, պատերազմներ եւ այլն։ Ինչ խաղաղության մասին էր խոսում։ Որ այսօր կյանքում կլինեն յուրաքանչյուրից կյանքի մեջ էլ դժվարություններ, նեղություններ, չգիտեմ ինչ դրվագներ կարող է պատահի։ Եվ Հիսուսի տված խաղաղությունը դա է,
որ դու ընդունես եւ տվյալ իրավիճակի մեջ խաղաղ լինես։ Իմ խաղաղությունը կոդամ ցեզի։ Իր անունը փառավորվի։ Մեղքի տուժը ինքը վճարեց եւ մեղքը այնքան լուրջ էր, այնքան լուրջ բան էր, որ կպահանջվեր կյանքի գին։ Եվ Քրիստոս վճարեց գին ինձ եւ քեզ համար։ Ես պետք է հիշատակեմ Ղուկաս ավետարանից մի տեղ, երբ որ Հիսուս կերտար Երուսաղեմ, Ղուկաս ավետարան 19:41, երբ որ Հիսուսը կմտներ Երուսաղեմ, մենք գիտենք ինչ նա նախապես մտնելը պատվիրեց։ Աշակերտներին ասեց գնացեք դիմացի գյուղը կապված ավանակ, չէ, իր ծակուգի հետ։ Բերեք, ես ժամանակի պատճառով չեմ կարդա, ավետարանների մեջ կա այդ մասին։ Եվ երբ որ Հիսուս կմտներ Երուսաղեմ, ինչ կգոռային, մարդիկ ինչ կենեին։ Մի շաբաթ առաջ տոնախմբություն էր Երուսաղեմի մեջ, շատ մարդիկ էին հավաքված։ Զատկի տոնին Երուսաղեմում մեծ թվով մարդիկ կհավաքվեին, եւ Հիսուս նստած ավանագի վրա կմտներ Երուսաղեմ։ Թագավորը, երբ որ կհաղթեր, ինքը ձիով կմտներ, ի նշան, որ այդ քաղաքը նվաճել է, բայց Հիսուս ձիով չմտավ։ Հիսուս էշի ավանագի վրա նստած մտավ Երուսաղեմ, ոչ թե քաղաքը պիտի նվաճեր ինքը, այլ իմ ու քո սրտերը, մարդկանց սրտերը։ Ես կուզեմ կարդամ այդ տեղերը։ Երբ ժամը մոտեցավ, քաղաքը տեսնելով լացավ անոր վրա։ Ինքը իր համար չէր լա, ինքը գուլար, որ չճանչեցան իրան։ Սավանոր, գոնե այս քո օրվա մեջ գիտնայիր քո խաղաղությունը։ Բայց հիմա ծածկվեցավ քո աչքերդ։ Գոնե գիտնայիր, այդ օրը գիտնայիր։ Ճանչնայիր այդ օրը, այս խոսքը ում էր ուղված։ Այս խոսքը ուղված էր Իսրայելի ծերերուն, որ իրանք գիտեին, ոչ թե քաջի չադից, այլ լավ էլ գիտեին քրկերը։ Տեղեկացված էին, որ Մեսիա պիտի գար, ամեն բան հայտնի էր իրանց։ Բայց ես իշքան քիշեմ Կորինթացիս թղթերի մեջ է գրված, որ գիրը ինչ կեներ, կսպաներ, բայց հոգին կապրեցներ։ Սավուղ անունով մի ազնվորություն կար, որ ինքն էլ լավ գիտեր, ինքն էլ էր լավ սովորած, խոսքը Պողոս առաքյալի մասին է, բայց ինչ կեներ այդ գիրը, կսպաներ, եւ Հիսուս ինչ երավ, կագնեցրավ Պողոսին։ Եվ հենց այս օրը, այս պահին, երբ որ Հիսուս կմտներ քաղաք Երուսաղեմ, մի մարգարեկար հենց այս օրվա համար մարգարեություն էր երել։ Խոսքը տանել մարգարեության մասին է,
Ես կարդամ Դանիել մարգարեությունից 9:24 Հանցանքը վերջացնելու, մեղքը հատուցանելու եւ անօրենությունը քավելու ու հավիտենական աշտարությունը բերելու եւ տեսիլքն ու մարգարեությունները կնքելու ու սուրբերի ու սուրբը օծելու համար քո ժողովրդիդ ու սուրբ քաղաքին համար 77 որոշված է եւ գիտցիր ու հասկացիր թե Երուսաղեմը նորեն շինելու համար ելնել են մինչև օձյալ իշխանի գալը, այսինքն Քրիստոսի գալը 762 յոտնակ կա, այսինքն երբ որ բազմապատկես իշքան քիշեմ 483 տարի կուկա մինչև նորեն հրապարակն ու Փարիսը շինվել են նեղության ժամանակներու մեջ 62 յոտնագեն յետքը օծվածը պիտի կդրվի կամ օծվածը պիտի մեռնի կամ օծվածը պիտի սպանվի բայց ոչ իրեն համար այսինքն ինձ ու քեզի համար Եկող իշխանի ժողովուրդը քաղաքն ու սրբարանը պիտի կործանեն եւ հեղեղովը վերջը պիտի ըլլա մինչև պատերազմի վերջի ավերումները սահմանված են Մարգարեն երբ որ գրի կառներ այս տողերը մեծ նեղության շրջան էր գերության մեջ էին Բաբելոնին եւ այդ մեծ նեղության շրջանի մեջ վերականգնվեց տաճարը եւ Դանիելը կմարգարենար որ օձյալը պիտի գար եւ օձյալը այդ տարիների ընթացքում կանցնի այդքան տարիներ օձյալը կուկա եւ օձյալից հետո նորից կեղնի պատերազմներ թշնամին կուկա 40 տարի հետո դուք գիտեք այդ պատմությունը շատ է խոսվել 40 տարի հետո նորից կավերվի չեմ ուզել շատ խորանամ ես Դանիել մարգարեության մեջ հետո Աստված կամենա հետո գնայենք բայց ես կուզեմ Ղուկաս ավետարանի շարունակել Ղուկաս ավետարանը երբ որ կշարունակեմ այս խոսքերը կարտացինք քո խաղաղությունը հիմա ծածկվեցավ քո աչքերդ օրեր պիտի կան քո վրա երբ թշնամիներդ քո բոլորդիկդ պատնեշ պիտի շինեն սա նույն մարգարեությունն է որ պիտի կատարվեր նույնը Հիսուս սկսե քեզ պիտի պաշարեն ու ամեն կողմեն քեզ նեղը պիտի ցկեն եւ հիմնայատակ պիտի ունեն քեզի ու մեջը եղած զավակներդ ամենևին քարմը քարի վրա պիտի չթողուն քանի որ չճանչծար այցելությանդ ժամանակը չճանչծար Ժողովուրդ ջան Տեր Հիսուսին փառք հազար փառք մենք չէ որ մեր չգիտեմ ինչի շնորհիվ ենք այստեղ Տեր Հիսուսի ողորմության շնորհիվ ենք այստեղ եւ ձիգը թվա որ մենք հարց ուղենք յուրաքանչյուրս սկսենք իհարկե մենք սիրել ենք իր հայտնվելը մեր կյանքում որովհետեւ պաշտամունքը մեկտեղ հավաքվելը պետք է դառնա եւ եթե չի դառել մեր կյանքի անբաժանելի մասը առաջնայինը եւ երբ որ Հիսուս խաչի վրա էր մենք գիտենք չէ որ ինչ ասեց վերջում ամեն բան ինչ եղավ կատարվավ եւ ինքը չի եկե տալու այն ինչ որ մենք կուզենք ինքը եկել է տալու այն ինչ որ մեզ է անհրաժեշտ սրա մեջ մեծ տարբերություն կա
Մարդիկ այսօր կեշտան Տեր ջան, այս տուր, այն տուր, այն տուր, բայց Աստված քեզի կուտա այն ինչ որ քեզի է անհրաժեշտ։ Եվ Հիսուս ասեց. Ես եկա որ դուք կյանք ունենաք։ Նպատակը սա էր՝ կյանք տալը, կյանք ունենալը։ Երբ որ մենք խաչին գնայինք, մենք ինչ կհասկանանք կամ ինչ կպատկերացնենք, իհարկե սա անհատական կարծիք է։ Երբ որ խաչին գնայինք, մեկ բան հասկանանք, մեկ բան գնայվի, տեսնվի, դա մեղքի ահռելի բան է, մեղքի ահռելություն կարելի է համարել սել, սարսափելիությունը մեղքի, և երկրորդը Քրիստոսի անսահման սերը, այս երկու բանը կերևա շատ հստակ խաչի վրա։ Ու երբ որ Հիսուսը կխոսեր, որ ինքը պետք է սպանվի, ինքը պետք է հետանոսների ձեռքը մատնվի, ինքը պետք է վերջը խաչվի, այս մասին նախապես աշակերտներին ասել էր, և այս խոսքն է կարդամ և ավարտեմ, աշխատիմ շատ սեղմված, իհարկե եղբայրներն ասելու բան կունենան, Հովանու ավետարանի 14:1-ը ասում է. սրդերը չխռովի։ Աշակերտների սրդերը կարծես թե խռոված էր, ինքը ասել էր, որ ես պիտի մատնվիմ, ես պիտի սպանվիմ, ես պիտի խաչվիմ, մի խոսքով աշակերտներն ինչ կպատկերացնեին, ինչ պատկերացում ունեին, իհարկե մի պահ ծածկված էր այս խոսքը իրանցից, բայց եկավ մի պահ, որ սկսեց սրդերը խռովել։ Իրենց առաջնորդը իրենցից պիտի բացակայեր և սրդերը խռովավ։ Հիսուս տեսավ դիք։ Հիսուս տեսավ։ Գիտեք, ինքը նույնն է, չի փոխվի։ Ինքը ամեն բան կտեսնի։ Սրդերը չխռովի, ասուն հավատացեք, ինձի էլ հավատացեք։ Եվ մխիթարական բանկս է խոստմունք կուտա, իմ հորս տանը շատ բնակարաններ կա, շատ։ Աբա թե ոչ ինչ պիտի սեի, կեշտամ տեղ պատրաստեմ նորից կուկամոր ծեզի քովս առնիմ։ Մենք այս խոստումները ունենք շատ, այս խոստումների համար, այս Աստծո տված ամեն ինչի համար արժե ապրել, որ մեր կյանքը իմաստավորվել է և էլի կսեմ, հոգևոր կյանքը մեր կյանքի անբաժանելի մասը պետք է լինի։ Աստված օրհնե ձեզի։ Ես կանը սահմանափակվենք, Տեր Հիսուսի անունը փառավորվի, ամեն։ Էլի սրտանց փառք մեր Տիրոջը, մեր երկնային Հորը, որ իր զորությունով հարություն տվավ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Օրհնյալ եղնի իր հարությունը, թող իր անունը փառավորվի։ Տերը օրհնի ամեն մեկից, որպեսզի ինչ որ մենք նոր աղոթ կերեցինք, այս հարությունը մեր կյանքի մեջ կյանքի իմաստ ձևակերպե։ Այսինքն մենք ապրենք Քրիստոս հարության կյանքով։ Ամեն։ Տեսեք Կողոսացիներից 3-րդ գլուխ առաջի համարի մեջ առաքյալ հենց ինքը քիշեցնեք, սե արդ, եթե Քրիստոսի հետ հարություն եք ապրել, ուրեմն վերի բաները մտածեք, որտեղ Քրիստոս կնստի հոր աջակողմը։ Ամեն։ Ուրեմն այսօր մեր ուրախությունը, մեր երջանկությունը, մեր ցնծությունը ինքն է իր հարության կյանքով, որ այս իր հարությունով նոր կյանք բերավ մեզի։ Երկնային կյանք բերավ, որովհետեւ մենք այսօր ուրախանանք, երջանկանանք, ցնծանք, որ մենք այսօր երկրի վրա ոչ թե այս կյանքի համար կապրինք, այլ երկնայինի, որ Քրիստոս անհասանելին բերավ մեզպես մարդկային մարմնի մեջ գտնվողներին հասանելի դարավ, որտեղ ինքս էս ես եմ հարություն ու կյանքը, եղբայրները նոր կարդացին, թող իր անունը փառավորվի, ամեն։ Ես էլ ընդհանրեն այս հարության վերաբերյալ, քանի որ իրոք դուք լավ արդեն գիտեք, խոսքին ծանոթ եք, իրոք այսօր կթվա թե այս բարի լուրը ամենուրեք կտարածվի, ամենուրեք իրոք մարդիկ իրար կողջունեն, ուրախ զադիկ կցանկանան եւ այլն,
Գիտեք, մեկ կողմից ես ընդամենը ասենք իմ սրդի եղածը կուզեմ ձեզ հետ կիսվի, ինչքան ուրախալի որ մարդիկ մեր ճուկով գտնեն զադիգը, հա, այնքան էլ ասենք վտանգ, ասպես եմ, տխրություն է, որ մարդիկ սիկցես ու ավանդություն են դարձրել, ոչ թե կյանքի երջանկություն։ Այսինքն ավելի շատ կհետևեն, թե ինչ պատրաստեն, հավգիտները ինչ գույնի ներգեն, կամ մահացածների հավգիտները ներգեն, չներգեն, ինչ բարերս են, ինչ մոդեցում ցույց տան, փոխանագոր, իրոք ես կյանքին պետք է փապագեին, ճշմարտությանը, ինչի, որտեղ տեսեք նույն շատ են կարդաց առաջի Կորինթացիների 8-րդ գլուխեն 8-րդ համարի մեջ, առաքյալը գսե որ ուդելիք խմելիք չէ որ մեզի պիտի կանգնեցնե Աստծո առաջին։ Եթե ուդենք մի բանով չենք ավելնա, եթե չուդենք մի բանով էլ չենք փակսի։ Այսինքն իրական կյանքի հարության խորհուրդը դա Աստված ողորմություն եղնի մեր ազգին, մեր ժողովրդին, որբիսի հոգու ձեռով բացվի այս խորհուրդը մարդկանց կյանքի մեջ։ Իրոք հարույցյալ կյանքի, երկնային կյանքի փափագ լսվի մարդկանց սրտերի մեջ, որբիսի մեր ուրախությունը իրոք միշտ իրար տեսնելու ցնցանք ուրախանանք, որ այսօր մենք Քրիստոսի այրունով գնված ժողովուրդ ենք, իր սեփականությունն ենք, իրոք անունը կրող ժողովուրդ ենք, որը կցնցա ուրախանա իր հավիտենական խոստմունքներով։ Այն հավիտենականը, որ այսօր ոչ ոք չի կարող մեր ձեռից տանի։ Կարող է ժամանակ եղնի, որ մարդիկ չկրնանան այդ կերակուրները պատրաստել։ Կարող է իրոք սուր ժամանակ եղնի, որ իրավիճակը մեծ ծանր եղնի, որ մարդիկ չկրնանան այդ ամեն ինչը կարգի համեմատեն, բայց Քրիստոս հավիտենական ուրախությունը, հարույցյալ կյանքի երջանկությունը, Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքի մեջ, այս ուրախությունը մեզից ոչ ոք չի կրնա տանի։ Թող իր անունը փառավորվի, իր անունը օրհնյալ եղնի։ Տեսեք, ես ընդամենը մեր համարներ կուզեմ կարդամ հարույցյալ այս մեծ ուրախության վրայով, որը գրված է Ղուկաս ավետարան 24-րդ գլխում հենց 5-րդ համարի մեջ, երբ որ հրեշտակները իրանք առաջինը աշակերտներին այս մեծ ուրախություն, այս մեծ ավետիքը տվեցին, ու տեսեք ինչ է գրված, երբ որ աշակերտները գերեզմանի մոտ շվարած կանգնած էին, իրոք շփոթված էին, որտեղ չգիտեին ինչ կատարվավ, ինչ տեղի ունեցավ, որտեղ գերեզմանի մեջ չգտան մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ու տեսեք հրեշտակները ինչ ասեցին իրանց, եւ երբ որ նրանք ահով բռնվեցան, իրանց երեսները դեպի երկիր խոնարհեցրեցին, նրանց ասեցին. Ինչ է կենտանին մեռելների մեջ որոնում, այստեղ չէ, այլ հարություն առավ, հիշեցեք ինչպես նա ձեզ խոսեց, երբ որ Գալիլայում էր, թող իր անունը փառավորվի, իր անունը օրհնյալ եղնի, իրոք այսօր բոլորիս համար մեծ ուրախություն է, մեծ ցնծություն է, որ այսօր բոլոր կրոնների առաջնորդները ունին իրանց գերեզմանները, կա իրանց գերեզմանները, որոնց մարդիկ այցելություն կենեն, բայց այսօր ինչ որ նոր մեր երեխեքն էլ երկեցին, մեր Տիրոջ գերեզմանը դադարք է, ինչի որտև հարություն է արել, փառք իրան, իրոք փառք իր հարությանը, որ այսօր այս ողորմությունը, այս ուրախությունը մեզի շնորհել է, որ մենք այսօր ցնցանք, ուրախանանք, ու այդ հարությունով կհիշեք նույն Հովանու ավետարան 20-րդ գլուխ 17-րդ համարի մեջ, երբ որ մեր Տեր Հիսուսը հայտնվավ Մարիամին, ասեց. «Գնա իմ աշակերտներից որ ես գնում եմ իմ հոր մոտ ու ձեր հոր մոտ, իմ Աստծու մոտ ու ձեր Աստծու մոտ», այսինքն այս հարության ուրախությունը ինչու՞մ կկայանար, որ այսօր մենք Քրիստոսի խաչելության ու հարության շնորհիվ խաղություն ենք գտել Հայր Աստծո հետ։ Թող իր անունը փառավորվի։ Այս խաղության ուրախությունը, որ այսօր մենք համարձակություն ունենք Քրիստոսի անունից, մեր երկնային Հորը իրոք մոտենալ առանց որևիցե շփոթմունքի, առանց որևիցե կաշկադանքի, այսպես որպես որդիական իրավունքով իր անունը կանչենք, իրան փառավորենք, իրան մեծարենք, որտեղ իրոք այսօր բոլորը ամբողջ աշխարհը կփաստե, որ այսօր Քրիստոսի գերեզմանը դատարկ է, որ իրոք Տերը հարություն է արել, այդ հարության ուրախությունով մեր սրտերը լցել է, որովհետև մենք ցնցանք ու ուրախանանք ու իր անունը կրնանանք անկեղծ պաշտենք ու փառավորենք, թող իր անունը փառավորվի։ Ու ես կուզեմ մի ամբողջություն ասեմ ստեղ, հա, նա մամեդական խոսար երիտասարդ անձնավորություն էր, ու երբ որ իրան, ասենք իրանց այդ ինչ կոչվի իրաց քահանաներից մեկը կարծներ, թե ինչի ես օրինակ դու թողես մամեդականություն ես մեր լուրջ կրոնը ու եկել ես քրիստոնեության, ինչի ես դու ընդունել քրիստոնեությունը, չէ՞ որ դու լուրջ ասենք նվիրված երկու հավատքի, նվիրված էր մեր
կրոնի ուսմունքներին, բայց ինչը քեզի համոզեց, որ դու վերջնական թողեցիր այդ ամեն ինչ, որ երկար տարիներ կաբրեր այդ ամեն ինչի մեջ ու քիշեք ինչ որ Սենք Պողոս Արաքյալի կյանքի մեջ էս ամեն ինչը տեղի ունեցավ, որ իրոք երկար ժամանակ քսեր կրոնին նայելով անարատ է կաբրեի իմ ազգին նվիրված կրոնքի ուսմունքով, բայց երբ որ Քրիստոսին հանդիպավ, իր կյանքի մեջ ամեն բան փոխվավ։ Ու ես ազնվորություն ինչ կպատասխանեք, նայեք, մենք ինչքան տարիներ դուք քարոզել եք, ասել եք որ իրոք Մուհամեդ եղել է մարգարեն, որ եկել է խոսացել է, վկայել է, բաներ է, ուսմունք է թողել, բայց դուք միշտ ասել եք որ Մուհամեդի գերեզմանը կա ու ամեն անգամ մենք կեշտանք Մուհամեդի գերեզմանին աջելության։ Բայց երբ որ ես կարդացի նոր կդագարանը, տեսա որ Քրիստոսի գերեզմանը տարդակ է, ինքը հարություն է արել։ Ուրեմն եթե Քրիստոսը հարություն է արել, ինքը իր խոսքը կրնա կատարել, կրնա իրականացնել։ Բայց եթե Մուհամեդը մեռած է, ինքը իր խոսքը ինչ ծևի պիտի իրականացնի։ Թող իր անունը փառավորվի։ Իրոք այսօր մեր Տերը կենթանի է, ու ինքը իր խոսքի հետևը կանգնած է, որ իր խոսքը որ հավատքով կընդունի, մարդկանց հոգու աշխարհի մեջ կենթանացնի, իրականացնի, որովհետեւ այդ կենթանի խոսքը եղբայրները խոսացին, իրապես բնակվի մեր մեջ, փոխե մեր կյանքը, մենք դառնանք երկնային քաղաքացիներ, հարության Քրիստոսի ժառանգակիցներ, որ իրոք ոչ մի բան մեզի չպահես երկրի վրա, ոչ մի բանից կախված չեղնենք, ոչ մի բանից իրոք ահուդող չունենանք, այլ ազատությամբ կրնանանք պաշտեք մեր Տիրոջը, փառավորենք մեր Հորը, որտեղ ինքը մեզի այնպես չի թողել, այլ խոսմունք է ուղարկել, Սուրբ Հոգին էլ ուղարկել է մեր կյանքի մեջ, որովհետեւ մենք էլ ավելի վստահ եղնենք, որ Քրիստոսին կհավատա, կընդունի իր ուղարկյալ Սուրբ Հոգին, ինքը վերջին օրը ունի ապահով ժառանգություն, որովհետեւ եթե ապրի Քրիստոսի հարության կյանքով, ինքն էլ պիտի արժանանա այդ ողորմություններին։ Ու ես տեսեք նամ համար գուզեմ կարդամ Հռոմեացիների 8-րդ գլխից ու աղոթ կենենք կանգ Տիրոջ առաջ, նայեք ինչ կսեր 11-րդ համարից առաքյալը սպես կսեր, եթե Հիսուսին մեռելներից հանոցողի հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մաքանացու մարմիններն էլ կհարուցանե այն հոգով, որ ձեզանում բնակված է։ Ամեն։ Թող իր անունը փառավորվի, Աստված օրհնի բոլորիս։ Քրիստոս հայրավի մեռելուց, օրհնյալ է հարությունը։ Շնորհակալ ենք Տիրոջը, սիրելիներ, որ իր ամեն մեկ խոսքը ինքը վկայությունով կենտանացնում է մեր ամենքի կյանքի մեջ, որ Քրիստոսի կյանքի հայտնությունը ձևավորվի մեր սրտերի մեջ, սիրելիներ։ Մենք այսօր ուրախանում ենք Քրիստոսի հարությունով, բայց ավելի ուրախանում ենք հոգու հայտնությունով, որ այդ ամենը իրական է ու մեր մեջ հավատացողի մեջ կյանք է դառնում, սիրելիներ։ Մեր այստեղ գալու նպատակը իհարկե այսօր ուրախության օր է, շատերը եկել են, որ շատ անգամ գուցե չի հարմարվում, չի գալիս, բայց մեր հավաքվելու նպատակը այդ կյանքը մեր սրտերի մեջ ունենալն է, սիրելիներ։ Հին ուխտի մեջ մենք գիտենք, որ սա կոչվեց զատիկ, եւ եթե հիշում եք Ելից գրքի մեջ 12-րդ գլխում, երբ որ արդեն պետք է Եգիպտոսից դուրս գային, այդ օրը Աստված պատվիրեց, ասեց, որ ամեն մեկ իր տան համեմատ քարն վերցնե, եթե քիչ է հարևանների հետ, ու այդ քարը պետք է մինչև լույս եւ միսային գիշերը ուտեն, որտեղ այդ գիշերը սատակի չրեշտակը պետք է անցներ եւ այրունը քսեն դրանդիկներին, եւ այն այրունը, որ քսված էր դրանդիկներին, հրեշտակը պետք է չմոտենար այդ տանը։ Այդ տան համար փրկություն էր, սիրելիներ։ Ու ասում է, որ զատիկը շտապով ուտեք, ու մինչև լույս նրանից ոչ մի բան չթողնեք։ Ես հիմա մտածում եմ, թե այս էլ մենք, որ աշխարհից պետք է դուրս գանք, սիրելիներ, մեզի պետք չէ մտածել աշխարհում մի բան ենք թողել։ Հավաքի ու գնա։ Դու բան չես թողել, որտեղ աշխարհում բան չկար։ Հիշում եք այն դեպքը, երբ որ Ղովտին հրեշտակները Սոդոմ Գոմորից դուրս բերեցին, նրա կնոջ սրտի մտքի մեջ
ուշադրությունը ընդեղ էր։ Նա այս ինչ մնաց։ Ու հետ դարավ ու աղի արցան դարձավ։ Շտապելով ուտեք ու ասում եմ ինչև լույս նրանից բան չթողեք։ Սիրելիներ, այսօր մենք բան չենք թողել աշխարհի մեջ։ Փառք Հիսուսին, աշխարհը պետք է անցնի, ամեն բան կանցնի, բայց Աստծո կամքը կատարողը հավիտյան կմնա։ Եվ նոր ուխտի մեջ դա գիտենք, որ հարության տոնն է։ Քրիստոսի հարությունն է, սիրելիներ։ Բայց ես կուզեմ շատ կարևոր բանի վրա ուշադրություն դարձնենք։ Այս ամենը եղավ, շատ լավ, սիրելիներ, ու մենք տեսնում ենք, մենք լսել ենք, մենք հավատքով ընդունում ենք, բայց Քրիստոս կյանքի խորհուրդը կատարվում է մեր մեջ, սիրելիներ։ Այն խորհուրդը, որի համար Պողոս առաքյալ ասում է, որ դարերից պահված էր եւ վերջում հայտնվեցավ հոգովը, այդտեղ գրված է Եփեսացիս 3-րդ գլուխ 3-րդ խոսքից կարդամ, որ հայտնությունով ցույց տրվեցավ ինձ այն խորհուրդը, ինչպես առաջուց կարճառոտ գրեցի ձեզ, որ կարող լինեք կարդալ իմանալ իմ տեղեկությունը, որ Քրիստոսի խորհրդի համար է, որ ուրիշ դարերում մարդկանց զավակներին ցույց չտրվեցավ, ինչպես հիմա իր սուրբ առաքյալների մարգարեներին հայտնվեցավ հոգով, սիրելիներ, որ հետանոցները ժառանգորդ են, մարմնակիցներ են եւ Քրիստոսումը խոստմունքի մասնակից ավետարանով է։ Ինչ խորհուրդ էր, սիրելիներ, որ տարիներ, դարեր շարունակ պահված էր եւ վերջումը հայտնվեցավ։ Ու այսօր այդ խորհուրդը հարցը գիտեք սա է, խորհուրդը բացվել է մեզի։ Շատերը կարող է հարություն առնեն, շատերը շատ հրաշքներ ու նշաններ տեսնեն, եղբայրը հիշը ծրեց, զատկի տոն է, մարդիկ ասում են, այս պատրաստենք, այն պատրաստենք, պատրաստելն էլ կապ չունի խորհրդի հետ, հրաշքն ու նշաններ կապ չունի, սիրելիներ, որտեվ հիշում եք, Եգիպտոսից նորից հիշենք, երբ որ ժողովրդին դուրս բերավ ժողովրդին, այդ օրը, այդ գիշերը զատիկը սահմանվեց, դուրս բերավ, կարմիր ծովով անցան եւ նրանք եգիպտացիներին մեռած տեսան։ Կարմիր ծովով անցան ու եգիպտացիներին տեսան մեռած, որ այլևս իրանք չհիշեն Եգիպտոսը, այլևս թողնեն Եգիպտոսը եւ նրանում եղած խորհուրդը, դա հին մարդուն տեսան իրանք մեռած, բայց դուրս եկան անապատ, հավատքի ճանապարհը անցնելու ու 40 տարի անցան ու շատերը ընկան։ Ինչի՞, որտեվ այդ խորհուրդին չհասան, սիրելիներ։ Այն խորհուրդը, որ Հավիտենից փակված էր ու բացվավ, տրվավ, ու այդ խորհրդին առաքյալը գրված է, որ ինքը հայտնությունով է առել այդ խորհուրդը, սիրելիներ։ Հայտնությունն է տրվում է հավատքով։ Այսօր իմ հավատն է կենտանի, թե ես տեսնում եմ հարություն է առել, շատ լավ է։ Ղազարոսը եղբայրը հիշեցրեց Ղազարոսի համար։ Հարություն առավ։ Բայց Ղազարոսի հարությունից քանիները փրկվան, քանիները հավատացին Քրիստոսին, քանիները հավատացին, սիրելիներ։ Կարող է մենք էլ շատ հրաշքներ տեսնենք, նշաններ տեսնենք, չգիտեմ ինչեր տեսնենք, ինչ ասես հնարավոր է, ամեն բան, բայց խորհրդին չհասնենք, սիրելիներ։ Այսօր մտածեք խորհրդի մասին, որ Քրիստոսը կյանքի խորհուրդ է դա, կյանքի խորհուրդ է, որ բացվի քո մեջ, դու ուրախանաս նրանով, այդ խորհրդի հայտնությունով ուրախանաս։ Ղուկասում ավետարանի մեջ 16-րդ գլխում այդպիսի պատմություն կար գրված չէ, էլի հարուստի ու աղքատ Ղազարոսի մասին էր։ Ու երբ որ երկուսն մեռան եւ հարուստը դժոխքում էր հայտնվել, հիշում եք ինչ էր ասում։ Ասում էր, խնդրում էր Աբրահամին, ասում էր, աղաչում եմ քեզ, հայր, որ դրան ուղարկես իմ հոր տունը, որովհետև ես 5 եղբայր ու նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան այս տանջանքի տեղը։ Ասում էր, ղրգե էլի, ղրգե, որ մի հոգի, իսկ Աբրահամն ինչ էր ասում, ասես նրան, Մովսեսին մարգարեներն ունեն, թող նրանց լսեն։ Եվ այս հարուստն ասում էր, նա էլ ասեց, ոչ հայր Աբրահամ, այլ եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, կապ աշխարհեն։ Սիրելիներ, դուք այդպես եք ընդունում։ Եթե մեռելներից մեկը գար, այդ հավատքի փոփոխություն կեղներ։ Գիտեք, գուցե մարդը սպես մտածեր, բայց ավետարանն ուրիշ բան է ասում։ Աբրահամը ասեց նրան. եթե Մովսեսի մարգարեներին ագան չեն տնում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի։ Սիրելիներ, մեր Տերը հարություն է առել,
ու մենք ուզում ենք այդ հարության խորհուրդով ապրենք։ Ու այդ հարության խորհրդի համար Կողոսացի թղթի մեջ էր կա գրված, կարդամ առաջի գլուխ 25 համարից կարդամ, ասում է, որ ես պաշտոնյա եղա Աստծո այն տնտեսության պես, որ ինձ տրված է ձեզ համար Աստծո խոսքը կատարելու համար։ Այն խորհուրդը, որ ծածկված էր Հավիտենից եւ տարերից, իսկ հիմա հայտնվեցավ իր սուրբերին, որոնց Աստված կամեցավ ցույց տալ, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը, հետանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում, այն փառքի լույսը։ Քրիստոսը քո մեջ։ Այդ խորհուրդը կկատարվի, եթե Քրիստոսը քո մեջ է, եթե դու քո ներսդ ապրում է իրանով, եթե քո ներսը հավատքի խոսքը ընդունում է, հավատքով է ընդունում, ոչ թե լսեց ու անցավ, այլ լսում է, միտք է առնում, խոնարհվում է, կոտրվում է, սիրելիներ, ես այդպես մտածում եմ, որ մենք այստեղից թեկուզ այսօր շատ անգամ գուցեև հլը օրվա մեջ էլ կարող է այդ խոսքը կրկնվի մեր կյանքի մեջ, մեզի ասենք ողջունեն Քրիստոս հայրավի մեռելոց, մենք էլ ասենք օրհնյալ է հարությունը Քրիստոսի, շատ անգամ կարող է ասենք այսօր այդ օրն է, բայց այդ ամեն ասելուց հետո ինչ է լցվում քո ներսը։ Ինչ որ հոգևոր ուրախություն է լցվում, թե ուղղակի խոսք է ասում ես, սիրելիս, սա Աստծո խոսք է, սա Աստծո գործ է, սա Աստծո վկայություն է։ Ես ուզում եմ, որ այդ ամենից մեր ներսը լցվի։ Ներսի մարդը փոխվի, սիրելիներ, հանդիպում Աստծո հետ, դա ներսի մարդի փոփոխությունն է։ Այն կյանքը, որ Աստված ունի իր մեջ, փոխանցելն է մեզի։ Ու մենք ուզում ենք, չէ, փոխանցվի այդ ամենը։ Մենք մենակ չենք ասում Հիսուսը հարություն է արել։ Հիսուսը հարություն է արել, ու ես այդ հարության կյանքով եմ ուզում ապրել, ինչպես եղբայրներս ասեցին։ Սիրելիներ, եւ մի տեղ է կարդամ Հռոմեացիս թղթի վերջի 16-րդ գլխի 25-րդ խոսքն ասում է. բայց նրան, որ կարող է ձեզ հաստատ պահել իմ ավետարանի Հիսուս Քրիստոսի քարոզության համեմատ, այն խորհրդի հայտնությանը համեմատ, որ հավիտենական ժամանակներից լուր պահված էր, բայց հիմա մարգարեական գրքերով հայտնվեցավ հավիտենական Աստծո հրամանին պես եւ հավատքին հնազանդելու համար բոլոր հետանոսների մեջ ճանաչված։ Մարգարեական գրքերով հայտնվեցավ մեզի, սիրելիներ։ Երբ որ Աբրահամը հարուստին ասեց Մովսեսին, ու մարգարեներին ունեն, թող նրանց հավատան։ Կորինթացիների թղթի մեջ, որ հարության համար գրված է առաջի Կորինթացիս 15-րդ գլխում, այնտեղ էլ է այսպես խոսքեր գրված, տեսեք Պողոս Արաքյալը ինչ է ասում։ Իմացնում եմ ձեզ, եղբայր, կային ավետարանը, որ ավետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած եք, որով փրկվում եք այն բանով, որ ձեզ ավետարանեցի, եթե ամուր բռնեք նրան, եթե զուր տեղը չեք ավատացել, որովհետև ես առաջուց տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ գրքերի համեմատ։ Ինչի համեմատ, գրքերի համեմատ։ Հավատքը որտեղից ենք սովորում, գրքերից, Աստծո խոսքից, ու շարունակությունն ասում է, եւ թե թաղվեցավ, եւ թե երրորդ օրը հարություն առավ, գրքերի համեմատ, սիրելիներ, եւ երևացավ Կեպասին, հետո 12-ին, եւ հայտնի իրան 40 օր ցույց տվեց իր հարություն աշակերտներին։ Սիրելիներ, քո ուղեկիցը ով է այսօր։ Ուր ես նայում, ում ես լսում։ Ավետարանի խոսքն է բացարձակ ճշմարտություն, որ Տերը ասում էր Հովանու ավետարանի մեջ, չէ։ Նայեք, անապատում ժողովուրդը մանանակ երավ, հիշում եք։ Անապատի ընթացքը, ճանապարհը, բայց իհարկե այնտեղ շատ խոսքեր կան գրված, շատ մտքեր կան, խորհուրդներ կան, եւ նաեւ Եբրայեցիս թղթի մեջ ասում է շատեր ընկան անհավատության պատճառով։ Եվ Հովանու ավետարան 6-րդ գլխի մեջ Տեր Հիսուսը ինչ էր ասում։ 6:47 Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինձ հավատացող հավիտենական կյանք ունի, ես եմ կյանքի հացը։ Ու նայեք ինչ ասում։ Ձեր հայրերը մանանան կերան անապատում, ու մեռան։ Մանանան ինչ է, երկինքից իջած կերակուր էր։ Այնտեղ ավելի վերև ասում են մեր հայրերը մանանան է կերել, ու Տերն ասում էր
Հովանու 6:31 մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպես գրված է երկինքի հաստվեց նրանց։ Հիսուսն է նրանց ասեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ թե Մովսեսը տվավ ձեզ այն հացը երկնքից, որովհետև այդ հացը, որ երկնքից իջնում էր, մարդիկ տեսնում էին, հավաքում էին, ուտում էին, բայց իրենց կյանքը չէր փոխվում։ Մանանան հավաքում էին, գուցե մտածում էին, այս ինչ հրաշք է, բայց նրա խորհուրդը չէին ըմբռնում իրանց մեջ։ Ու չբացվավ իրանց շատերի կյանքում ավետարանը, չբացվավ կյանքի խորհուրդը։ Ու շատեր ընկան, ու այստեղ ասում է, ոչ թե Մովսեսը տվեց ձեզ այն հացը երկնքից, այլ իմ հայրը տալիս է ձեզ երկնքից ճշմարիտ հացը։ Հայրն է տալիս, սիրելիներ։ Ու տալիս է չի գրված տվել է, այս տալիս է ամեն օր, ներկա ժամանակի համար էլ։ Մովսեսը տվել էր, բայց հայրը տալիս է, այսօր հայրը տալիս է։ Ու Տերը ասում էր, որ այդ ճշմարիտ կորակուրը ինքն է, որտեղ ասում էր ձեր հայրերը կերան, բայց մեռան։ Սա է այն հացը, որ երկնքից է իջնում, որ եթե մեկը սրանից ուտե, չի մեռնի։ Այսօր ինչ է մեր կերակուրը։ Ինչ է մեր փնտրտուկը, ինչ է մեր աղոթն ու խնդրվածքը։ Բացվել է քեզ ավետարանի խորհուրդը։ Եթե բացվել է, սիրելիս, այդ 40 տարվա ճանապարհը կանցնես, հետո կմեգանաս Աստծո հետ։ Բայց եթե չի բացվել, եթե պակաս է, մենք հավաքվում ենք դրա համար։ Այս ժամանակը տրված է մեզ համար, որ շատ լուրջ ապաշխարենք, խոնարհվենք ու նրա կյանքը հայտնվի մեր կյանքերի մեջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Տերը օրհնեց ձեզ ամեն մեկիդ այսօրվա տոնի կապակցությամբ։ Դուք գիտեք, որ հրյաների մեջ սովորություն կար, որ Զատկի տոնին պիտի մեկին արձակեին, թողություն շնորհեին եւ թող այսօրվա օրը լինի ամեն մեկիդ համար, շատերի համար թողության տարի։ Թող այս 2026 թվականի Զատիկի օրը հիշվի շատերի կյանքում, որ իրանց սիրտը նվիրեցին Աստծուն, տվեցին Տիրոջը եւ թողություն կտան։ Թող այսօրվա օրը պատահական չլինի ոչ մեկի համար, ինչպես եղբայրները խոսեցին, որ մեր սրտերը դառնան Տիրոջը։ Եվ մենք իրական ոչ թե հարության մասին խոսենք, ընդամենը պատմենք, այլ մենք լինենք հարության զավակներ, հարության կյանքի որդիներ, որովհետև թե Հիսուսը հարություն է առել, կարելի է շուրթերով ասել շատ այդպես, բայց իրականում մեր կյանքից երևում է, մեր կյանքից դա երևում է։ Եղբայրներ, քույրեր, դուք գիտեք, որ վերջի օրվա հարություն կա։ Հիսուսը ինքը ասեց Հովանու ավետարանի մեջ, եւ ուզում եմ կարդամ 6:40, որ Տերը ասեց. ես վերջի օրը պիտի հարություն տամ։ Եվ սա ինձ ուղարկողի կամքը, որ ամեն ով որ տեսնե որդուն եւ հավատա նրան, հավիտենական կյանք ունենա, եւ ես հետին օրումը կհարուցանեմ նրան։ Դուք գիտեք, որ Հիսուսը ինքը եղավ առաջինը, ինքը մեռելներից հարություն առնելով լույս քարոզեց ժողովրդին։ Եվ առաքյալները Սուրբ Հոգով լցված Քրիստոսի հարության վկաներն էին, եւ իրանք թագավորների կուսակալների առաջ վկայեցին, որ պիտի լինի արդարների եւ մեղավորների հարություն։ Դուք գիտեք, որ պիտի լինի արդարների եւ մեղավորների հարություն։ Բայց հարց կառաջանա վերջին օրվա հարությանը, ովքեր կլինեն հավիտենական կյանքի հարության մեջ։ Իհարկե, եղբայրները շեշտեցին, որ
մենք քրիստոնյա ենք եւ հավատում ենք Հիսուսի հարությանը, բայց եղբայրներ, քույրեր, հрьяաները իրանք Աստծո մարդիկ էին, հավատավոր ժողովուրդ էին, բայց Հիսուսը իրանց այսպիսի խոսքեր ասեց։ Ես կարդամ 5-րդ գլխից։ Սրա վրա մի զարմանաք, որովհետև ժամանակ կգա, որ ամենքը, որ գերեզմաններումն են, նրա ձայնը կլսեն, եւ դուրս կգան նրանք, որ բարի են գործել դեպի կյանքի հարությունը, եւ նրանք, որ չար են գործել դեպի դատաստանի հարությունը։ Եղբայրներ, քույրեր, Սուրբ Գիրքը մեզ հորդորում է, որ Հիսուս Քրիստոսի միջոցով կա մեռելների հարություն։ Եվ Տերը ինքը ասեց, որ վերջին օրը ես իմ խոսքը լսողը, ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի եւ ես կհարուցանեմ նրան վերջին օրը։ Բայց վերջին օրը, եղբայրներ, քույրեր, ովքեր հարություն կառնին կյանքի համար։ Ովքեր հարություն կառնին կյանքի համար։ Մենք պատահական մարդիկ չենք, մենք չենք եկել ընդամենը պատմելու, կարող ենք մանրամասը պատմենք, թե Մայրամը ինչպես գնաց, գերեզմանից քարը ինչպես թավալվավ, հրեշտակը ինչպես ասեց, բայց այս հարությունը Հիսուսի մեզ համար կյանք է, թե պատմություն։ Մենք այսօր եղբայրը հիշեցրավ, որ նա մեզ հարուց եւ նստեցրեց երկնավորների մեջ։ Եվ ովքեր, որ այս աշխարհում են մեռել եւ հարություն առել, Հիսուսի հետ հետին օրը, Հիսուսը նրանց հետին օրը հարություն կտա հավիտենական կյանքի համար։ Եվ ես ուզում եմ ասել, որ ըստ Սուրբ Գրքի երկու հարություն կա։ Հարություն, որ մեկը հետին օրն է, որ Հիսուսը ասեց, ես հետին օրը հարություն կտամ, եւ հարություն կա, որ ներկա ժամանակներում է, որ Քրիստոսի հետ մեռանք, իր հետ էլ պիտի հարություն առնենք։ Եվ Հռոմայացիս թղթի մեջ գրված է 6-րդ գլուխ 5-րդ խոսք. Եթե նրա մահի նմանությունով տնկվեցանք նրա հետ, իր հարությանն էլ նման կլինենք։ Եղբայրներ, քույրեր, այսօր մենք պիտի այս աշխարհում առաջի անգամ այս աշխարհում հարություն առնենք, որտեղ Սուրբ Գիրքը կսե, որ դուք, որ մեղքերի մեջ մեռած եք, Քրիստոսը ձեզ կենդանացուց եւ նրա հետ հարուց եւ նստեցրեց երկնավորների մեջ։ Մենք, որ մեղքերի մեջ մեռած ենք, Հիսուսը մեզ կենդանի արավ։ Մենք այս աշխարհում ենք, Աստծո ժողովուրդը այս աշխարհում է մեռել ու հարություն առել։ Եվ նրանք են, որ հարուցյալ կյանքի զավակներն են։ Եվ նրանք ապրում են կյանքի նորոգության մեջ։ Նրանք խավարինը չեն, նրանք լույսի որդիներն են։ Մի ժամանակ խավար եք, բայց Քրիստոս լույս է քարոզել, հավիտենական կյանք է քարոզել, մեռելների հարություն է քարոզել, եւ դա իր անձով ինքը մեռավ եւ հարություն առավ, եւ մեզ կենդանացրեց իր համար եւ հոր համար, եղբայրներ, քույրեր։ Եվ այն իրականությունը, որ կատարվել է մեզ հետ այս աշխարհում, մենք հավիտենական կյանքի համար հարություն կառնենք, որտեղ կա մեղավորների հարություն նաեւ, կա դատաստանի հարություն նաեւ, բայց կա կյանքի հարություն։ Եվ նրանք, որ այս աշխարհում մեղավոր էին, արդարացան Քրիստոսի այրամբ, նրանք, որ այս աշխարհում ճանաչեցին եւ կենդանացան մեղքից, կենդանացան, մեռած էին մեղքերի մեջ, կենդանացան Հիսուսի համար, դառան Աստծուն, ապաշխարեցին, սիրտերը տվին Աստծուն եւ իրանք ապրան նոր կյանք, այդ մարդիկ հավիտենական կյանքի համար դիհարություն առնեն, եղբայրներ, քույրեր։ Դրա համար այս աշխարհում Դանիել մարգարեն ասում է, որ այս աշխարհում կան իմաստուններ եւ ովքեր պիտի փայլեն երկնքի հաստատության մեջ։ Եվ Սուրբ Գիրքը ասում է 12-րդ գլխի մեջ Դանիել մարգարության. Եվ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն, ոմանքի հավիտենական կյանք, իսկ ոմանքի հավիտենական նախատինք եւ անարգանք։ Ինչպես է լինելու դա։ Հարությունը բոլորի համար է լինելու։ Բոլոր գերեզմանները պիտի բացվեն,
բոլորը պիտի հարություն առնեն։ Սա գրված է Աստծո խոսքի մեջ, եւ ինչ որ Աստծո խոսքի մեջ գրված է, անվիճելի է եւ դա իրական է։ Որտեւ Հիսուսը երբ որ հարություն առավ, ինքը քրքերից ապացուցում էր, որ այդ մասին գրված էր։ Եվ Պողոս առաքյալն ինքն է ասում, որ նա մեռավ քրքերի համեմատ, թաղվեցավ քրքերի համեմատ եւ հարություն առավ քրքերի համեմատ։ Եվ ինչ որ քրքերի մեջ գրված էր, այն ամենը կատարվավ, եղբայրներ, քույրեր։ Եվ այսօր Սուրբ Գիրքն ասում է, որ մեղավորների եւ արտարների հարություն պիտի լինի, բայց եղբայրներ, քույրեր, մենք որի մեջ կլինենք, որոնց մեջ մենք կլինենք, մենք որ հարության, այստեղից է սկսվում, քո հարությունը այստեղից է սկսվում, դու հարություն պիտի առնես Հիսուսի համար ապրելու ես աշխարհում, նոր արարած լինելու, կյանքի նորոգության մեջ քայլելու, որտեղ մենք մեռանք Քրիստոսի հետ, թաղվեցանք մկրտությունով մահի մեջ, որպեսզի նոր մարդը հարություն առնի, կյանքի նորոգության մեջ քայլենք Աստծո խոսքով, քայլենք Աստծուն հաճելի, քայլենք աշխարհի սկզբունքների համար մեռած եղբայրներ, քույրեր, եւ եթե այսպես չենք տնկվել, իր մահի նմանությունով չենք տնկվել, իր հարությանն էլ նման չենք լինի, եղբայրներ, քույրեր, որտեվ այն տունը, որ մեր երկնավոր հայրը չի տնկել, պոկվելու է, եւ եթե մենք Քրիստոսին մեջ չենք տնկվել, իր մահի նմանությունով պոկվելու է, տեղ չի հասնելու, կամ էլ վերջի օրը հարություն ենք առնելու ոչ հավիտենական կյանքի համար, եղբայրներ, քույրեր, դրա համար թող Տերը օրհնե։ Աստծո խոսքն ասում է երկրի վրա իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես, շատերին արդարության առաջնորդողները աստղերի պես հավիտյանս հավիտենից։ Այո, այս աշխարհում կան իմաստուններ, որոնք չեն սպասում վերջի օրվա հարությանը, նրանք եսօր են մեռել եւ հարություն առել։ Նրանց մահը եւ հարությունը Հիսուս Քրիստոսի Սուրբ Հոգու միջոցով կատարված իրականություն է, իրանց հին մարդը մեռել է եւ իրանք այս աշխարհում մեկ անգամ մեռել ու հարություն են առել եւ ապրում են Աստծո համար, նրանք են սպասում վերջի օրվա հարությանը։ Եղբայրներ, քույրեր, հայտնության մեջ գրված է, որ հազարամյայի ժամանակ, երբ որ պիտի Տերը իր թագավորությունով 1000 տարի թագավորեր, շատերը հարություն առան, բայց գրված է շատերն էլ հարություն չառան, եւ գրված է երանելի է նրան, որ բաժին ունի առաջին հարությանը։ Եղբայրներ, քույրեր, Տերը թող օրհնե մեզ, որ այստեղ իշքան ժողովուրդ կա, իրանք հետին օրը հարություն առնեն հավիտենական կյանքի համար, բայց այսօր դու պիտի որոշես։ Այսօր պիտի որոշես, թե հետին օրը հարություն պիտի առնես հավիտենական կյանքի համար, նրանք, որ բարի են գործել, նրանք, որ իմաստուն գտնվեցան, նրանք, որ Աստծո խոսքին հնազանդվան, նրանք, որ Աստծո օրենքին հնազանդվան, եղբայրը հիշեցրավ, որ մեռելների հարությունը դա հրաշքներով չէ, եւ Աբրահամը ուղեց Աբրահամը այդ հարուստին ուշադրությունը դրեց օրենքի եւ մարգարեների վրա։ Եթե օրենքին ու մարգարեներին մենք չենք լսում, մենք մեռելների հարությանը չենք էլ հավատա։ Հանդերձյալ աշխարհը մեզ համար ընդամենը պատմություն է, ընդամենը խոսքեր են, որ մենք ասում ենք, ուրախանում ենք, պատմում ենք, շնորհավորում ենք, բայց երբ որ մենք մեռանք ու հարություն առանք եւ մեր աչքերով տեսանք հին մարդը, բուն մեղքը տեսանք, մենք տեսանք Քրիստոսի մահը, չարչարանքները եւ մեր հին մարդը նրա մեջ տեսանք խաչված եւ մենք հարություն առանք։ Եվ սա մեր տեսողության, որտեղ Աստծո խոսքն ասում է, ով որ տեսնե որդուն եւ հավատա նրան, հավիտենական կյանք ունենա։ Տերը օրհնե ձեզ, եղբայրներ, քույրեր։ Եթե մենք ուզում ենք երկնքի համար հարություն առնել, մենք պիտի այսօր մեռած լինենք եւ հարություն առած։ Մենք պիտի այսօր լինենք նոր արարած, մենք պիտի այսօր լինենք նոր ստեղծված, մենք այսօր պիտի Աստծո որդու պատկերը հագնենք, մենք այսօր պիտի նորոգված կյանքով ապրենք, մենք այսօր պիտի մեռած ու հարություն առած լինենք, եղբայրներ, քույրեր, որտեղ սա իրականություն է։ Հիսուսի մահը եւ հարությունը մեզնից անկախ մի բան չէ, նա եկավ որպես երկրորդ Ադամ եւ գրված է, որ ինչպես առաջի Ադամով ամենքը մեռնում են, այնպես երկրորդ Ադամով ամենքը
կենթանանում են։ Նա եկավ երկրորդ Ադամ, իսկ երկրորդ Ադամի մեջ քո կամքով ես լինելու, քո որոշումով ես լինելու։ Առաջի Ադամի մեջ դու ծնվար առանց քո կամքի, դու չորոշեցիր, որ լինեիր Ադամի մեջ, բայց դու որոշելու ես լինես Քրիստոսի մեջ։ Սիրելի եղբայր, սիրելի քույր, այսօրվա օրը թող քեզ համար լինի նոր կյանքի սկիզբ, որտեղ մեր զատիկը մորթվեցավ մեզ համար Քրիստոսը, մենք տոն ենք կատարում ոչ թե աշխարհի ձևով, ուրախանում ենք նոր մարդու համար, ուրախանում ենք հարուսյալ կյանքի, Քրիստոսի բերած սրբության, փրկության, լույսի համար, որ ինքը լույս քարոզեց, բայց խավարը, եղբայրներ, քույրեր, խավարը մեր կյանքի մեջ, մեղքը, խավարը մեր կյանքի մեջ ծածկում են երկինքը, մենք չենք կարողանում տեսնել, մենք չենք կարողանում ապրել երկինքի համար, երկինքը մեզ համար իրական կլինի այն դեպքում, երբ որ մենք մեր ներսի մարդը տեսած լինենք, հին մարդը տեսած լինենք, եղբայրներ, քույրեր, բուն մեղքը տեսած լինենք, բուն մեղքը եղբայրը հիշեցրեց այնքան ահավոր բաներ, բուն մեղքը այնքան ահավոր բաներ, բուն մեղքը այնքան մարդու կողմից անհաղթահարելի բաներ, որի համար Հիսուսը եկավ եւ ինքը խաչվավ։ Մեր հին մարդը անօրետ խաչվեցավ, որ նոր մարդը հարություն առնի եւ մենք քայլենք կյանքի նորոգության մեջ, որոնք որ Աստծո խոսքին կհետևեն եւ իրանց սիրտը կյանքը նվիրել են Աստծուն, նրանք վերջին օրը հարություն կառնեն։ Եղբայրներ, քույրեր, հավիտենական կյանքի համար բոլորը չէ, բոլորս պիտի հարություն առնենք, բոլոր գերեզմանները պիտի բացվեն, ժամանակ կգա, որտև ինչ որ գրքի մեջ գրված է, այո եւ ամեն է, ինչ որ Աստծո խոսքն ասում է, այո եւ ամեն է, բայց դա Աստված, որ ամեն մեկս, եղբայրներ, քույրեր, Քրիստոսի հարությունը մեր սրտերի մեջ ընդունելով, եղբայրներ, քույրեր, մենք ապրինք իր համար այս աշխարհում, ապրինք հավիտենական կյանքի համար, ապրինք որպես նոր արարածներ, Հիսուսի կյանքով ապրինք, որտեղ Աստծո սերը ստիպում է մեզ, որ սա ենք միտք անում, երբ որ մեկը ամենի համար մեռավ, ուրեմն ամենը մեռած են։ Չի կարելի խոսել Քրիստոսի հարության մասին ու ապրել հին կյանքով, ապրել անձի կյանքով։ Հնարավոր չէ խոսել Քրիստոսի հարության մասին, ասել աչքը լույս տալ, ասել Քրիստոս հայրավի մեռելոց եւ անձի կյանքով ապրել։ Դա ընդամենը պատմություն է, ընդամենը ծես է, ընդամենը սովորություն է, սովորած բաներ են, բայց երբ որ մենք ապրում ենք եւ Քրիստոսի պատկերն ենք հագել, նորոգված ենք նոր մարդը Սուրբ Հոգու ցերկով, սա վկայում է նրա մասին, որ հարությունը մեզ համար իրական է։ Եղբայրներ, քույրեր, վերջին հաշվով, վերջի խոսք ուզում եմ ասել, քո կյանքն է վկայում, ինչքան ես հավատում հարության մասին։ Քո ապրած կյանքն է խոսում հարությունը քեզ համար ընդամենը խոսքեր են, թե իրական կյանք։ Քո կյանքն է ասում, որտեղ հնարավոր չէ, որ այդ իրականությունը, այդ փաստը, այդ գործը Աստծո մատները աշխատած լինեն Սուրբ Հոգին քո անձի մեջ, եւ դու մեռած ու հարություն առած լինես, եւ դու չնմանվես իրան։ Դա հնարավոր չէ, եղբայրներ, քույրեր։ Բայց երբ որ մենք ընդամենը շուրթերով ենք ասում, սա խոսում է մեր հավատքի մասին, որ այնքան էլ Աստծո խոսքին մեր սրտերում տեղ չենք տվել, եղբայրներ, քույրեր, որտեվ եթե ունես հավատքը լավ է, ուրեմն դու մեռած ես, հավատքը լավ չէ, դու մեռած չես։ Հավատքը լավ է, Քրիստոսի պատկերն ես հագել, իր բնությունն ես ունեցել, հավատքը լավ չէ, մնացել ենք անձի կյանքի մեջ։ Ամեն բան լինում է հավատքի ձեռով։ Տերը թող օրհնեց ես, իմաստություն ու շնորհք տա, որ մենք այս հրաշալի օրը, արևոտ, պայծառ օրը մենք միասին վայելեցինք Տիրոջ ներկայությունը։ Իրար հետ փառավորեցինք Աստծուն, որ ինքը կատարեց այդ մեծ գործը եւ բերավ իմաստավորեց հավատքի կյանքը, մեզ չթողեց օրենքների մեջ, հին ուխտի պատկերացումների մեջ, բերեց հարությունը եւ նոր ուխտի միջնորդ լինելով Հիսուս Քրիստոսը հարուցյալ կյանքով իմաստավորեց մեր հավատքը
Եվ մենք գիտենք այսօր, որ ապրում ենք մեկի համար, ով մեռավ եւ հարություն առավ եւ պատրաստ է հարություն տալու նրանց, ովքեր կհավատան այդ խոսքին։ Հիսուսը ինք ասեց. ինձ հավատացողը թեև մեռնի, պիտի ապրի։ Մենք հավիտենական կյանքի հույսով ենք ապրում հավատքի կյանքի մեջ։ Ինչպես Պետրոս ասեց. Տեր, որու կնանք դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Տերը թող օրհնեցես, եղբայրներ, քույրեր, իմաստություն ու շնորհք տա ամեն բանի մեջ։